Արմեն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն Պապիկյան, ընդունենք այսպիսի իրավիճակ հայրենաց պաշտպան հայրենաց ծրագրով ավարտում է եւ քննությունները հանձնում է գերազանց եւ անցնում է ծառայության։ Այս դեպքում շարքային զինծառայողը գերազանց հանձնած մաքսիմում ինչ ակնկալիք կարող է ունենալ կոնկրետ աշխատավարձի։ Ես հիմա ձեզ հստակ թվեր չեմ կարող նշել, ինչու, որովհետև կախված մասնագիտությունից ու այն զորամասը, որտեղ նա ծառայության կանցնի, դրանից կախված է նաև աշխատավարձի չափ, այսինքն այն հավելումները, որոնք կապված են մասնագիտությունների հետ, դրանից ելնելով է ձևավորում դրա աշխատավարձի չափը, բայց կարող եմ ասել, որ իր բազային աշխատավարձին կարող է ավելանալ բավականին մեծ, այո, այդքան կավելանա։ Շնորհակալություն, հարցերը հիմնական զեկուցողին ավարտվեց, հարակից զեկուցումով ես հանդես գամ, հարգելի գործընկերներ, ես հարցադրումների բովանդակության մեջ իմ ելույթի որոշ հիմնական դրույթները նշեցի եւ կարող եմ ասել, որ շարունակական process-ի մեջ սա այն քայլերից մեկն է, որը հարստացնում է մեր ապագա քայլերի հասնելու հնարավորությունը եւ սոցիալական փաթեթը կապված կրթության, ատեստավորման եւ բանակի ինտելեկտուալ կարողությունները ավելացնելու եւ պահելու բանակի մեջ, սա կարևոր նախաձեռնություններից մեկն է։ Պարոն նախարար, ես կարծում եմ, որ մեր օրենսդիր գործունեությունը, որպես անում ենք այս վերջի 2 տարվա ընթացքում, բերել է այնպիսի արդեն հարցերի լուծման, որ ինքը գրավչության հետ կապված խնդիրները դարձնում ավելի տեսանելի։ Ուստի հարգելի գործընկերներ, առաջարկում եմ, որ մենք մեր շարունակական process-ը դարձնենք անշրջելի եւ կայացած եւ գնանք առաջ։ Ուստի կոչ եմ անելու կողմ քվեարկենք կառավարության ներկայացրած այս փոփոխությունները։ Հարցեր հարակից զեկուցողին։ Հարցեր չկան։ Ելույթների համար հերթագրում Արմեն Խաչատրյան, խնդրում։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, իրականում նախագիծը շատ ողջունելի նախագիծ է եւ սպասված նախագիծ է։ Ըստ էության քննարկման արդյունքներով եկանք այն զանգման, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտողները ինչպիսի գնահատականներ կստանան, այդ գնահատականները կհամարվեն նաև ատեստացիայի արդյունքներ եւ ըստ այդմ կբարձրանա իրենց աշխատավարձի չափը։ Պաշտպան հայրենյաց ծրագրի մեջ ընդգրկված մեր զինծառայողները, ովքեր 18-ից 20 տարեկանները, ովքեր 6 ամիս ուսումնական զորամաս անցնելուց հետո հանձնում են քննություն, այս քննություններն են լինելու դիֆերենցված, այո, եւ այդ քննության արդյունքները դառնում են նաև ատեստացիայի արդյունքներ։ Ստացվում է, որ եթե մասնագիտությունը չի փոխում, եթե չի փոխում մասնագիտությունը, այո։ Ստացվում է, որ տեսեք, նոր ավարտ լեյտենանտը առնվազն ստանում է 230-250 հազար դրամ աշխատավարձ, չէ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո։ Եվ եթե նրա քննության արդյունքները գերազանց են, իր աշխատավարձին 230 կամ 250 հազարին նա գումարում է նաև 475 հազար աշխատավարձ։ Չէ, կներեք, 475 հազար, սպաների համար այդքան է գերազանցի արդյունքը, եւ խնդրեմ սիրելի հայրենակիցներ պատկերացրեք, թե ինչ մոտիվացիոն հիմք է ստեղծում մեր երիտասարդներին, որպեսզի ընտրեն այս մասնագիտությունը։ Այսինքն լեյտենանտը նոր ավարտած հնարավոր է, որ ստանա գրեթե 700 հազար աշխատավարձ։ 620-ից 750 հազար դրամ աշխատավարձ մինչև կարող է ստանալ։ Մարտական հերթապահություն հասկացնող զորամասերում դա կարող է տատանվել մինչև 820։ Այո, մարտական զորամասերում արդեն որոշակի հավելավճարներ են լինում եւ 800 հազարից ավել աշխատավարձ կարող է լինել։ 620-ից 750 սա է ճիշտ ասել, որ հետո տարընթերցում։ Շնորհակալություն, իհարկե կոչ եմ անում կողմ քվեարկենք այս նախագծին, այսքան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, ես որպես հարակից զեկուցող ցանկություն չունեմ լրացուցիչ ելույթի, պարոն նախարար։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ արձանագրել, որ այս նախագիծը մեր հերթական քայլն է պրոֆեսիոնալ բանակի անցման, շատ կարևոր եմ համարում, խնդրում եմ կողմ քվեարկել, որովհետև սա մեզ օգնելու է, որպեսզի շատանան, ստվարանան մեր շարքերը,
պայմանագրայիններով, երիտասարդ պայմանագրայիններով, մարդիկ, ովքեր ունակ են դառնալու մեր բանակի միջուկն ու կորիզը։ Շնորհակալ։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Հարգելի գործընկերներ, քվեարկում ենք զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, օրինակ